ցույց տալ եւ վերահաստատել, որ այն ուղղությունը, որը որդեգրել է կառավարությունը ներքին գործերի բնագավառի բարեփոխումների տեսանկյունից, ճիշտ ուղղությամբ է առաջ շարժվում։ Մենք ընթացիկ տարում անընդհատ խոսել ենք նաեւ հանցավորության աճի, հանցավորության տարբեր դրսևորումների, տենդենսների եւ մնացյալի մասով, բայց նշել եմ եւ նորից եմ շեշտադրում, կատարված աշխատանքի արդյունքում 2024 թվականի կտրվածքով գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1.1%-ով։ Թմրամիջոցների ԱՊՆ-ի շրջանառության թեմային հատկապես կուզենայի անդրադառնալ, որովհետև իրավացիորեն եւ օբյեկտիվորեն մենք անընդհատ քննարկում ենք այս հարցը եւ շարունակելու ենք, կարծում եմ, համատեղ քննարկել, որովհետև դեռ անելիքներ կան այս ոլորտում, բայց համեմատականի համար նշեմ, որ 2024 թվականին առգրավվել է շուրջ 426 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչը 2023 թվականի համադրությամբ ավելի է 202 կիլոգրամով շուրջ։ Բայց նաև շեշտեմ, որ պահպանելով գիծը 2025-ը եւս հետևողականորեն շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները թվականի կտրվածքով եւ ամբողջ իրավապահ համակարգի կողմից ըստ էության այս ժամանակահատվածում մենք ունեցել ենք շուրջ 173 կիլոգրամ թմրամիջոցի առգրավում որպես այդպիսին։ Բնականաբար խոսելով վիճակագրական տվյալների մասին, պիտի անդրադառնանք նաև զենք-զինամթերքի առգրավման աշխատանքներին եւ նաև ճանապարհատրանսպորտային պատահարներին։ 2024 թվականի կտրվածքով առգրավվել է կամ կամավոր հանձնվել է 1579 միավոր հրազեն, որը 10.7%-ով ավելին է նախորդ տարվա առգրավված ցուցանիշի համադրությամբ։ Այսինքն այս խմբաքանակով ապօրինի պահվող